Ուրեմն 2024 թվականի օգոստոսի մի բանաստեղծություն գրեցի, իսկ բանաստեղծությունը հետևյալն է՝ իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն։ Մենք քեզ ուզում ենք տեսնել երջանիկ, բայց պիտի տեսնենք քեզ դրա համար։ Մեր հայացքները հեռու քեզանից հայրենիքներ են ընտրել անդակար։ Մենք ուզում ենք քեզ տեսնել երջանիկ, բայց պիտի տեսնենք Հայաստանն է սիս, մեզ պիտի ուզենք տեսնել երջանիկ, քեզանով քեզնում, անբաժան քեզնից։ Քեզ պարտավոր ենք դարձնել երջանիկ, ժպիտը դեմքիդ, լացերդ պարպած, հոգեհանգստի տոճորող տանից դուրս երկած կյանքի աչքերով ներդարձած, և քո ապրելը պիտի հավերժի, մեր սիրո աղբյուր, մեր հույսի պատվար, երջանկությունն է քո տունը վերջի, հայրենիք մեր հին, պետություն մեր հար, դու այն ամենն ես, ինչը որ մենք կանք, մեր ձերը քեզ չեն լքի կրկին, չէի կորցրել քեզ, բայց նորից գտանք, պետություն մեր հար, հայրենիք մեր հին։ Սա է այդ բանաստեղծությունը, բայց սա չի ամբողջ պատմությունը, սա պատմության սկիզբն է, և այնպես ստացվեց, որ 2025 թվականի արդեն հունիսի 1-ին իմ ծննդյան օրվա կապակցությամբ Աննան ինձ հարվածային գործիքներ նվիրեց, խմբուկներ։ Եվ այնպես ստացվեց, որ ես սկսեցի տենց աշխատանքից առաջ, աշխատանքից հետո ազատ ժամերին այդ թմբուկով նվագել։ Հետո այնպես ստացվեց, որ տենց ձևավորվեց և առաջին քայլերն անում քամանչա խումբը և մի օր մտքովս անցավ, ասեցի կարող է և քանի որ խմբում կար կոմպոզիտոր, պրոֆեսիոնալ, մտքովս անցավ, ասեցի կարող է այս բանաստեղծության հիման վրա այդ երգ գրվի։ Ես սկսեցի այդ ուղղությամբ աշխատել, այդ երգը գրվեց, հետո մտքովս անցավ, ասեցի կարող է այդ երգը ինչ-որ մի հատ բենդի նման կառուցվածքով կատարենք, հետո կատարեցինք, հետո մտքովս մի բան անցավ, ասեցի կարող է ես էլ նվագեմ այդ բենդի մեջ, ու տես նվագում էինք, և այն ժամանակ, երբ որ պլանավորում ենք մեր 2 ամիս առաջ, որ դեկտեմբերի 27-ին պետք է տեղի ունենա մեր հավաքը, մտքովս մի հատ ուրիշ բան անցավ, ասի կարող է այդ երգի հրապարակային պրեմիերան իմ մասնակցությամբ տեղի ունենա այստեղ։ Հրավիրեմ մեր գործընկերներին և հիմա կփորձենք, ոչ թե կփորձենք, այլ կներկայացնենք, ահագին պարապել ենք, պետք է որ լավ ստացվի, բայց միշտ հանդիսատեսի ներկայությամբ հուզումնալից է և խնդրում եմ ձեր ուշադրությունը։